Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Ճիշտ ասած, գրագետ պայքարի հետ կապված էր սեմինարը։ Հա։ Հեղաշրջման պլանից հեռու չէր։ Մի բան ասեմ ձեզ, ուրեմն Երանի թե լիներ հեղաշրջման պլան, ես դա իրանց էլ ասի։ Երանի թե ինչու մեջ որ հիմա փորձում եք մեղադրել ինձ, Երանի թե լիներ, ցավոք չկա այդպես բան, բայց ես ցավում եմ որ չկա։ Ցավում եմ։ Սահմանադրական կարգը տապալող արդեն տապալել այնտեղ նստած է։ Եկեք ճիշտ իրենց անունով գոչենք։ Սահմանադրական կարգը տապալողը դա Նիկոլ Փաշինյանն է, տապալել է 2018 թվականին, բռնազավթվել է իշխանությունը, դատարանները, դատական համակարգը, ուժային համակարգը, քանի չէ նստած 5 րոպե մեկ SMS է ստանում։ Չի կողմնորոշվում ինձ համ վեգայի կարգավիճակով է թուղթը տալիս, համ մեղադրյալի կարգավիճակով ինքը չգիտի, հիմա ինձ բերել այնտեղ վեգա թե մեղադրյալ թե չգիտի, այսինքն ինչի մասին է խոսքը, մենք պետքա սահմանադրական կարգը տապալենք, մենք եթե մեզ հաջողվի, պետքա վերականգնենք սահմանադրական կարգը, որը որ տապալվել է։ Չէ, ես ոչ մի բան չեմ լսել, ինձ մի անգամից հեռախոսս արգրավեցին, ես այդ պահին փորձեցի ամեն դեպքում ուղիղ եթերով հայտնեմ, որ ներխուժել են, հիմա չգիտենք էլ ովքեր են։ Չէ, ժամը 8-ին, առավոտ ժամը 8-ին։ Չէ, դիմակավորված չէին, ուղղակի ներկայացան Կոդակի մարզի ԱԱԶ-ն եւ քննչական։ Հետո որ հարցնում է ինչի համար, ասին մենք տեղյակ չենք, մենք օգնող ուժն ենք։ Մեզ քանի որ ուժերը չին բավարարել Այսինքն եկել էին դեպքի վայր, ենթադրյալ դեպքի վայր, բայց հիմնական գործը անողները չէին եկել։ Հա, հիմնական իրենք արեցին, բայց իրենք ոնց որ տեղյակ չեն, էլի, որ շուշուտ SMS բան էին ստանում, ասում է ես ինչ հա, ասում են վարույթ ուրիշ տեղա, մենք ուղղակի եկել ենք օգնելու։ Բայց ինչի մնացիք ժամ եւ ձեզ ինչ պատճառաբանեք։ Դե հիմա մի 20 րոպե առաջ, կես ժամ առաջ եմ դուրս եկել, առավոտվա 8-ից, մեղադրանք չի առաջարկվել, մեղադրանքի մեջ ամեն դեպքում գրված է ահաբեկչական գործողություններ։ Ահաբեկչական, հենց ահաբեկչություն բառը գրված է, այն որ կներեք, բայց փետրած հավից ծիծաղնել է գալիս, ասենք, ինչ ահաբեկչության մասին է խոսքը, անգամ եթե անգամ ճանապարհներ, ինչ զայնագրություններ։ Կոմիտեն զայնագրություններ էր ապարակի գնդակահարության, բնաջնջման մասին խոսակցություններ են։ Ասում եմ մի երկու հոգու գնդակահարենք 15-ին էլ փակես, մյուսները բան կանեն։ Լավ, ասենք չեն կարա մոնտաժ անեն, սարքեն հրապարակեն։ Իրանց խոսքը մոնտաժ անեն։ Բագրատ Սրբազանի ձայնն է լսվում։ Ես մի հատ բան ասեմ ձեզ։ Ես Բագրատ Սրբազանին շատ սիրում ու հարգում եմ, իսկապես ինքը շատ ուժեղ մարդ է, շատ լավ մարդ է, բայց այս ինչ որ հիմա իրան փորձում են վերագրել, ինքը դրանից կիլոմետրերով հեռու է։ Ինձի որ վերագրեն հələ միտեղ կարող ասենք թե ասեմ ջղայնացած ժամանակ ասել եմ, բայց դե չեմ անի։ Բայց որ Բագրատ Սրբազանին ես չեմ լսել, բայց այդ բան ինքը կիլոմետրերով հեռու է, այդ մարդը ասենք հիմա Ձեզ բաց թողեցին, ինչ պատճառաբանեցին Կոդակի մարզայինից։ Ճիշտ ասած, որ ասեմ բան են պատճառաբանել, չեն պատճառաբանել։ Ներքևից զանգեր եկա, որ արդեն փաստաբանները բան եկել են, դե մենակ էին տարել, ինձ մենակ արգրավել էին, ոչ էլ տեղս դες գիտեին։ Փաստաբանները բան ասեց, լավ, իջի, հələ ես ասի հեռախոս չունեմ, բան չունեմ, կարողա տաքսով չեմ կարող գնալ, ասեց չէ, սպասում եմ փաստաբանները, բան չեն ասել։ Ու մեկ էլ ասին, որ ուզենանք քեզի գտնենք նորից, ոնց գտնենք, մի հատ երկրորդ համար թող, ես էլ երկրորդ համար եմ թողել, որ այդպես ուզենամ։ Ու դուրս եմ եկել։ Ձեր մասով այսքանով ավարտվել է ամեն ինչ։ Ես չգիտեմ, դե ավարտվել է, դե չի ավարտվել։ Բայց ինչ ասում էին անհեթեթություն է։ Անհեթեթություն, բացարձակապես։ Նիկոլ Փաշինյանի բանն է, երեկվա այդ պլանը, որ ասում եք հեղաշրջման, դրա շարունակությունն է։ Բնականաբար ինքը երեք դա պրոստը տակ հենց այնպես չհրաբարակեց։ Բնականաբար հասկանալի էր, որ դա հրաբարակելուց հետո այսօր հետևելու են գործողություններ, եւ հիմա իրենք անում են, հիմա տեսնենք։ Պարոն Չախալյան, ներողություն է զայնագրությունների մեջ ինչ որ բջոջ տղերքի բան անելու, կոնսոլիդացնելու, մոբիլիզացնելու պլանների մասին խոսք կա։ Անգեզ ասած ես ոչ զայնագրություն լսել եմ։ Էլ եմ ասում հեռախոսս արգրավել են։ Ոչ էլ ես հավատում եմ, որ այդպես զայնագրություն կա։ Ես էլ եմ ասում նույն ԱԱԶ-ականների հետ եմ խոսում, էլի ես իրանց տեղնել եմ ամաչում։ Ես այսօր նեղվեցի, ճիշտ է։ Մի հատ իմ երեխեք ինչի ասենք, ես հենց վիճակ տեսնեն, հա, մտել են առավոտ դուրս, քնած երեխեքին քնած ասենք հանել ենք, որ իրենք երեխեքի մաշակալների տակը ստուգ են ասենք։ Ինչի համար, էլի։ Նրա համար, որ ես ընդդիմադիր եմ, հա, դրա համար, գիտեք, ախր ինքը բացարձակապես ախր իր մասին չարժեր խոսել, բայց մարդ ով որ ինքը ասում է որ ինքն էլ քաղաքական հեծապնդյալ է եղել, հալածյալ է եղել ժամանակին, չէ՞։ Ախր մարդ ով որ թեգուզ անցել է այդ ամենի մեջ, ճիշտ է, ինքը չի անցել։
Ոնց կարող ես դու, ասենք անհիմն կերպով, հետո էլի եմ ասում, ախր հարազատներ ջան, նոյեմբերին 20 թվականի նոյեմբերին դիմադրության շարժման ժամանակ Գագիկ Ծառուկյանին, Վանեցյանին, Իշխանին ձերբակալեցին, ինձ էլ ձերբակալեցին դրան 1000 անգամ ախր ճիշտ անհասկանալի է։ Հետո Հայաքվեին ձերբակալեցին, Հայաքվեի անդամներից ինձի տարան։ Ոչ եմ ինչ ձերբակալություն կա, գալիս տանում են ու չեն կարող հոդաբաշխ բացատրեն, թե ինչից են վախենում։ Նիկոլ, կարող եմ իդ ստատուս քերես, ասես թե ինչից ես վախենում։ Վախերիդ մասին մի հատ խոսես։ Պարոն Չախալյան, դուք որ ասում եք ձեր տանից փաստաթղթեր են, հա, թղթեր են վերցրել։ Թղթեր։ Ռացիաներս են վերցրել։ Լավ, թողեք։ Ռացիաներս են վերցրել։ Հարցը չի ասեցիք թղթեր են վերցրել, որոնք գրագետ պայքարի մասին էին, հա։ Այո։ Կնկարագրեք բովանդակությունը ընդհանուր ինչ էր գրած, ինչ պետք է արվեր։ Չէ, հիմա տեսեք։ Նախ մենք դոնես շատ ոչ բեռնի իշխանապողության հետ կապված մենք փորձում ենք, ասենք, մեր կամքականներին, մի կարևոր բան էլ ասեմ, էլի։ Ես ներկայացնում եմ հայկական արժեքների պաշտպանության կամ հասարակական նախաձեռնությունները։ Ես շատ սիրում հարգում եմ, էլ եմ ասում, Բաքրատ Սրբազանին, Սրբազան պայքարի բոլոր մասնակիցներին, բայց կամքը ինքը առանձին կառույց է։ Կամքը էլ եմ ասում, ես մեղադրանքները մի քիչ բերեին, կադակով եմ ասում, հիմա բան չանի, հետի կարող է կամքի մեղադարային էլի կասենք, թե հա, բայց Սրբազան պայքարին, հա։ Հիմա ինչին են վերաբերում, ասենք ոստիկանները, որ ձերբակալվում են, ոնց ոստիկանների հետ, ասենք շփվենք, ոստիկանը ինչու իրավունք ունի, ինչու իրավունք չունի։ Օրինակ, որ այն օրը որ մտա ոստիկանը ֆուրի շոֆերին հարվածեց, ինքը այդ իրավունքը չուներ։ Եվ մենք կարող էինք պահանջատեր լինել, ինչպես որ ես պահանջատեր եղա եւ գոռացի, որ ինչի եք հարվածում, ասենք վարորդին։ Կետ մեկ գորալ ոստիկանի վրա։ Չէ, նարեկ։ Թողեք պատասխան։ Մի վարգան, խնդիր չկա։ Ես հասկանում եմ, որ դուք մի քիչ փորձում եք այս աղետալի վիճակը ոնց որ ասած կիսած ագրական, չէ։ Որպեսի տարե, որը ես անգեզ ասած որ հիշեմ էդի 4 տարի առաջվա դրանց թղթեր է, որ ես ասեմ, ես ընդհանուր ասում եմ, այո, ընդհանուր ասում եմ, ինչի մասին է խոսքը։ Հիմա կորալ վրան գրած չի բնականաբար, Նարեկ ջան։ Ես չգիտեմ դու Սորոսի ճամբարում եղել ես թե չէ Վրաստանում։ Եղած կերնես, հիմնականում շատ են տալիս դերից։ Այնտեղ ինչ են սովորացրել, հիմնականում Սորոսի սովորածները առել ենք, անգլերենից թարգմանել ենք հայերեն ու սովորացնում ենք հիմա մեր երիտասարդներին։ Հայ երիտասարդներն էլ իրավունք ունեն, չէ՞ գրագետ պայքարելու։ Մենակ ասենք օդար երկրյա, ասենք չէ՞ ինչ եմ ասում։ Ավել բան գրած չի։ Եթե դուք ուզում եք ես ասեմ ես բարձր եմ գնահատում իմ հարցից խուսափելու ձեր հնարամտությունը, բայց արեք Սորոս, Պետրոս չխառնեն, կոնկրետ հստակ հարց եմ տվել, չեմ բարկացում կազմիցի։ Ասեք ինչ էր գրված այդ թղթերի վրա, որ ասում եք գրագետ պայքար։ Բառացի ես չեմ հիշում։ Չէ, ուղղակի երկու բառ խոսում եք հետո։ Էլ եմ ասում, ոստիկանության ձերբակալությունը, չէ, ավարտին ավել նոտ է խոսում։ Սիրո խոստովանություն կարողա ձերբակալում անել։ Չէ, չարժի։ Չէ, չարժի, անգես։ Չէ, ես հիմա Նիկոլ, քանի Նիկոլնա սիրո խոստովանություն անելու չունեմ։ Հենց Նիկոլը փոխվավ, հետո սիրո խոստովանության կանեմ։ Ձեզ բոլորին։ Անձնական տվյալներ են, փաստաթղթեր տանը արգրաված այդ փաստաթղթերը ձեր անձնական տվյալներն են կամ Այո, իմ կազմակերպչական։ Որ դա հանրայնացվի, մենք Հովիկ Աղազարյանի օրինակն Չէ, ինչն, չէ, ես լրիվ մաքուր եմ, բացարձակապես, այդպես խնդիր չկա։ Բացարձակ։ Ես մի բան եմ ասում, Երանի լիներ։ Կամքից մենակ Ահա, Երանի, չգիտեմ, տեղյակ չեմ, անգեզ եմ ասում, ոչ ճանապարհին եմ ասել, որ Սրբազանին են տարել։ Ես մի բան եմ ասում, Երանի լիներ։ Ինչա մենք մեր երկիրը պահելու իրավունք չունենք, պաշտպանելու իրավունք չունենք։ Եթե մենք հայտարարում ենք, որ ասենք մեր պետականությունը պաշտպանելու համար մենք պետքա պայքարենք, մենք իրավունք չունենք, ինչի մասին է խոսքը։ Ինչի մասին է խոսքը։ Այդ հրապարակված ձայնագրությունների մեջ մի բան կա, պարոն Չախալյան, ասում է խորը անասուն ազգը ամեն ինչ ուզում է լինի, սեփականատեր եւ հիմնադիր։ Ախր ցավը տանեմ, դուք բերել եք հիմա մի հատ շատ կասկածելի իշխանության, շատ կասկածելի քննիչների, շատ կասկածելի հրապարակում, որը որ ես էլ չեմ լսել, ու ես փորձեմ մեկնաբանեմ։ Ախր Իսկ հետևողական կլինեք, որ սա միջազգային փորձաքննության ենթարկվեն այս ձայնագրությունները իրական են, թե օրինակ արհեստական բանականության։ Ես իմ մասով ճիշտ ասած այդքան միջոցներ չունեմ, որ հետևողական լինեմ, կուզենամ լինեմ անշուշտ, բայց որ միջազգային ինձ անցած տարվա ձերբակալության հետ կապված արդարացրել են, ես այս պահին այդ գործը շարունակել չեմ կարող հիմա որ, բայց բնականաբար ես հույս ունեմ որ մեր կողմից Անդիմության կողմից նման քայլեր կձեռնարկվի, ես հուսով եմ։
Հիմա ձեզ եւ բաց թողեցին ասեցին գնացեք թե ինչ որ պայմանով երկրից դուրս չգաք եւ այլն ինչ։ Ես 2018 թվականից չեմ կարողանում երկրից դուրս գալ։ Նիկոլ Փաշինյանը երբ որ գնացել է Վրաստան, ինձ կանչել են այստեղ կալանք են դարել, ինքը հետո գնացել է Ջավախք։ Դրանից հետո մի քանի անգամ ես երկրից դուրս գալ չեմ կարող արդեն վաղուց։ Դες քան։